Ինչու անօրությունով կբարձիս, ով բեռնավոր Աստուծոյն քթությունը ամեն օր կա։ Լեզու չարություններ կհնարել, սուր ածելիի վեցնին քություն կքործել։ Չարությունը բարությունեն ավելի գսիրես, ու սդությունը արդարութեն խոսելեն ավելի։ Ամեն գործանման խոսքերը ունեն թավոր լեզուն կսիրես։ Աստված ալ հավիդյան քեզ բիդի գործանե քեզի, բիդի բռնե ու քեզի հանե քու բնակարանետ ու քեզի ամրությունովդ բիդի խլե գենթանիներուն երկրեն։ Աղբակարները բիդի դեսնեն ու վատնան, ու անոր վրա բիդի ծիզարեն ըսելով։ Ահա այդ մարդը, որ զասված իրեն ամրություն չրավ, հապա իր շատ հարստութենեն վստահեցավ ու իր անօրությունով զորացավ։ Սակայն ես Աստուծո դանը մեջ կանան սիտենի բեցկեմ, Աստուծո ողորմությանը կհուսամ հավիդյանս հավիդենից։ Քեզի բիդի կվեմ հավիդյան, որ այդ բանը կատարեցիր, ու քու անունովդ բիդի հուսամ, վասնզի բարի է սուրբերուն առջև։ Օրհնյալ է այդ խոսքը ընթերցումը։ Good. Happy Sabbath, everyone. Today's scripture reading will be from Genesis chapter 41, verses 28 to 42. Genesis chapter 41, verses 28 to 42. This is the thing which I have spoken to Pharaoh. God has shown Pharaoh what he is about to do. Indeed, 7 years of plenty will come throughout all the land of Egypt. But after them, 7 years of famine will arise, and all the plenty will be forgotten in the land of Egypt, and the famine will deplete the land. So the plenty will not be known in the land because of the famine following, for it will be very severe. And the dream was repeated to Pharaoh twice, because the thing is established by God, and God will shortly bring it to pass. Now therefore, let Pharaoh select a discerning and wise man, and set him over the land of Egypt. Let Pharaoh do this, and let him appoint officers over the land, to collect 1/5 of the produce of the land of Egypt in the 7 plentiful years. And let them gather all the food of those good years that are coming, and store up grain under the authority of Pharaoh, and let them keep food in the cities. Then that food shall be as a reserve for the land for the 7 years of famine, which shall be in the land of Egypt, that the land may not perish during the famine. So the advice was good in the eyes of Pharaoh and in the eyes of all his servants. And Pharaoh said to his servants, "Can we find such a one as this, a man in whom is the Spirit of God?" Then Pharaoh said to Joseph, "Inasmuch as God has shown you all this, there is no one as discerning and wise as you. You shall be over my house, and all my people shall be ruled according to your word. Only in regard to the throne will I be greater than you." And Pharaoh said to Joseph, "See, I have set you over all the land of Egypt." Then Pharaoh took his signet ring off his hand and put it on Joseph's hand. And he clothed him in garments of fine linen and put a gold chain around his neck. Amen. Շնորհակալ ենք Նատան եւ Սելա դրոջ խոսքին տերցման համար։ Գարտացվեցավ հատվածներ։ Այսօրվա պատկամը մեր ընդհանուր աշխարհի ծրագիր գաննակրկին եւ ղեկավար մարմնին հետ է։ Եվ դինայինք որ Աստված որուն իմաստություն դված է եւ որուն դված չէ։
Հիմա պիտի գարտամ Հակոբու կրկին 3-րդ գլխուն 10-րդ համարեն։ Ձեր մեջ իմաստուն ու խելացի ով գա։ Թողանիգա բարի վարմունքով ծծնե իր գործերը եւ իմաստության հեզությունով։ Մենք պիտի փնտրենք այսօր եւ պիտի տեսնենք, որ Աստված ով ունի իրեն հետևող եւ ով իմաստություն ունի, աստվածային իմաստություն, որ ինչպես իմաստուն կրնալալ մեկ անյալ պիտի գարտանք։ Աբա եթե թարն նախանց եւ հակարակություն ունենաք սրդերնուտ մեջ, մի բարձենակ ու ճշմարտությունը սուտ մի հանեք։ Այս իմաստությունը վերեն իշատ չէ, հաբա երկրավոր, շնչավոր եւ թիվական է։ Քանզի ուր նախանց ու գրիվ գա հոնյեն անգարկությունը եւ ամեն չար բաները։ Այս վերին իմաստությունը նախ սուրբ է, ետքը խաղաղարար, հեզ է, հլու է, ողորմությունով ու բարի բդուղներով լեցուն է եւ անգոմնագալ ու անգեղծ է։ Արդարության բդուղը խաղաղությունով կսերմանվի անոնց, որոնք խաղաղությունը գնեն։ Չորրորդ գլխուն առաջին համարը։ Ուրգե են բادرազմները եւ ուրգե գրիվները ծեր մեջ։ Որ ծեր ցանկություններեն, որոնք ծեր անդամներում մեջ կբادرազմին։ Կցանգակ ու չեք ու ճունիկ, կսպաննեք ու գնախանցիկ եւ չեք կրնար ծեր ուզածին հասնի։ Ու կբادرազմիկ։ Դերը խոսեցավ իմաստության եւ ինչու համար բادرազմ գա։ Եփեսացիս առաջին գլուխ 16-ին 23 համարները։ Չտաթարեցա ցեզի համար քողություն մատուցանել է, ցեզ իմ աղոթներուս մեջ հիշել է։ Ով առաջնորդներ, ով ղեկավարներ երկիրներու։ Մենք կաղոթենք ցեզի համար ամեն օր։ Որբեսի մերդեր Քրիստոս Հիսուսի Աստվածը parած հայրը դա ցեզի իմաստություն, հայտնության հոգի իր քդությունով։ Որբեսի սրդերնուտ աչքերը լուսավորելով գիտնակ թե ինչ է անոր ցեզ կանչելու հույսը ու ինչ է անոր ժառանգության парքին ջոխությունը սուրբերուն մեջ։ Եվ ինչ է զորության կերազանց մեծությունը հավատացյալներուս մեջ իր գարող զորությանը կորձունայությունով, որ Քրիստոսի վրա է կորձ դրավ, երբ զանիգան մերեններեն հարուցանեց եւ նստեցուց իր աջ կողմի երկնքի մեջ, ամեն իշխանություն եւ բեդության եւ զորության ու դերության վրա եւ ամեն անմուտի վրա, որ կդրվի ոչ միայն այս աշխարհի մեջ, հաբա քալիքի մեջ ալ։ Եվ ամեն պանանոր ոտքերունդակ հնազանդեցուց եւ զանիգա որպես եկեղեցին գլուխը դրավ բոլոր բաներուն վրա։ Եկեղեցին անոր մարմինն է, անոր լուրումը, որ գլեցնե ամենը ամեն բանի մեջ եւ ընդանուր դիեզերքը։ Դանիելի մարգարեություն 4-րդ գլուխ 19-րդ համար։ Ներողություն 2-րդ գլուխ 19-րդ համար։ Գաղտնիքը գիշերվան դեսիլքին մեջ Դանիելին հայտնվեցավ, այնադեն Դանիել երկնքի Աստվածը օրհնեց։ Դանիել խոսեցավ ու ուսավ. Աստծո անունը հավիտյանս հավիտյանից օրհնյալը լավ, ասենսի իմաստությունը ու զորությունը անորն են։ Իմաստությունը եւ զորությունը որուն է? Աստծո գաբատկանի։ Ինչպես Աստված իմաստություն պետք է դա մեր երկրի ժողովուրդներուն, ղեկավարներուն, բոլոր աշխարհի, որ կարողանան Աստծոգամ կկատարել խաղաղությունով ապրեցնել այն իշխանության վրա, որ Աստված իրենց դրած է։ Երկնային
քաղաքականության парքին համար։ Ես քեզի կողություն ու парքը մատուցանեմ, ով իմ հայրը ռուսացվածը, որ ինձ իմաստություն, զորություն դվիր ու հիմա ինձի կիցուցիր, ինչ որ քեզ մե խնդրեցինք, քանզի թակավորին բանը մեզի կիցուցիր։ Դանիելի առաջին գլուխ 17-րդ համար։ Ասված այս 4 ծաղիկները ամեն դպրության ու իմաստության մեջ գիտություն հանջար տվավ։ Դանիել ամեն դեսիլ ու երազ կհասկնար։ Ասված ինչ տվավ այս 4 երիտասարդներուն իմաստություն եւ հանջար տվավ։ Այսօր մեկը գա որ կփնտրե որ ասված իրեն իմաստություն եւ հանջար տա ժողովրդի մեջ, ղեկավարների մեջ առաջնորդներուն յանքին մեջ հոսք կամաց պիտի հասնենք։ Արագած 9-րդ գլուխ 8-12 համարները։ Արագած 8-րդ գլուխ ներողություն։ Արագած 9-րդ գլուխ 8-12 համարները։ Զաուրողը մի անտիմաներ, որ չլատ է կեզի շշնամի ելլա։ Ժողովրդի մեջ, երկիներու մեջ, զաուրողներ կան։ Եվ դերը գսե, մի անտիմաներ զաուրողը, մի անարկեր, ու անպարիշտը խրադողը իրեն արատ գվաստգի։ Զաուրողը մի հանդիմաներ, որ չլատ է կեզի տշնամի տարնա, իմաստուն հանդիմանի ու կեզ բիդի սիրե, իմաստունին խրատ դուր և ավելի իմաստուն բիդլլա, արտար մարդուն սորվեցուր ու իր իմաստությունը բիդի ավելցնե, իմաստության սկիզբը դերոջը վախն է, ու ամենասրբին գիտությունը հանջար է, Վասնզի կորերըտ ինձ մո բիդի շատնան գսեդերը և կու կյանքիտ տարեները բիդի ավելնան։ 8-րդ գլուխ 12-15 համարները։ Դերեք խոսի։ Ես եմ իմաստությունը և խոհեմության մեջ կպնագիմ և խոհեմության գիտությունը ունիմ։ Դերոջը վախը չարությունը ադել կնշանագե, հբարդությունը անպարտաբանությունը չար ընթացքը ունենքավոր պերանգադեն։ Աստված պատասխանեց այս 10-րդ համարի մեջ, որ իմաստությունը ինչ է։ Դերոջը վախը չարությունը ադել կնշանագե։ 9-րդ գլխին 10-րդ համարը գսե իմաստության սկիզբը դերոջը վախն է։ Եթե դերոջ մեկը վախնաս կնշանագե որ ծրագիր ունիս որ պետք է կատարես այս աշխարհի վրա։ Եթե դերոջ մեկը վախնաս կնշանագե որ չարությունը քեզ մե պետք է հեռու լա։ Ասի աբացույցն է այն իմաստության որ Աստված կուզե քո սրտիդ մեջ տնել։ Եթե դու իմաստուն կուզես լալ դերոջը վախը պետք է ունենաս։ Եթե դերոջը վախը ունենաս չարոտենը հեռու պետք է գնաս։ Ուրեմն եթե չարոտենը հեռու գնաս կնշանագե որ դերոջը վախը հետ է։ Ասի գուզե դերը բացատրել այսօր։ Իմաստության սկիզբը դերոջը վախն է։ Եթե մեկ իմաստուն գուզե լալ կնշանագե որ դերոջը պետք է վախնա։ Եթե դերոջը վախնա կնշանագե որ չարությունը պիտի ադե։ Գրիվ պետք չէ, ոչ ալ գրիվ պետք է հանե, ոչ ալ մարդասպանություն պետք է հանե։ Որտեղ ադիգա չար է։ Կնշանագե որ դոր մեջ դերոջը վախը չի գա։ Ինչ կա նոր մեջը դերագսե հոս հբարդություն, անպարտամանություն, չար ընթացք
ունենքավոր պերանը որ գադե խորհուրդը եւ խոհականությունը հանջարն ու զորությունը իմս են թակավորները ինձմով կթակավորեն եւ նայեցեք խոս ինչ կխոսի դերը ու նախարարները ինձմով արդարության կանոններ կտնեն ղեկավար մարմին մունի իմաստուն եղողը չարեն հերուգեցողը այդ ղեկավար մարմինը ասված գսե որ անոնք ինձմով ղեկավարություն գնեն եւ արդարության կանոններ կտնեն որոնք են նախարարներն են այսինքն երկրին ղեկավարներն են ասոնք երկիրը ժողովուրդը ներկայացնող մարդիկ են որ միասնապար կովկովի գուկան եւ իրենք կորոշեն այս ժողովրդին ինչպես պետք է հանգիստ պահեն եւ օրտնվին եւ ասված է որ գորոշի այդ նախարարները եւ նախարարներուն որոշումը պետք է բարդատրվի կամ ոչ թե բարդատրվի կամ ցուցադրվի ժողովրդին եւ ղեկավար թակավորին եւ կամ նախակահին չարութենը հերու պետք է լան եթե ասովախ ունին որովհետեւ գադարեն ասո գամքը իր ժողովրդին համար ով է ժողովուրդը հարցում է այս նախարարներեն եւ ժողովականներեն ո՞և մեկը այս ժողովուրդը չստեղծե ոչ ալ նախակա այս ժողովուրդը ստեղծե այս ժողովուրդը ասոգը պատկանի եթե ասոգը պատկանի կնշանակա որ ասված գսե նախարարները ին որոշումով սպիտի ղեկավարեն երկիրը որովհետեւ ին ժողովուրդս խաղաղության մեջ վայ այս աստծո ծրագիրը բոլոր երկիրներու ղեկավարներուն համար բայց ով է որ կհետևի 100 Սամոս 111 10-րդ համար նորեն միևնույնը կգրտնե որ արագածը գրտնեց իմաստության սկիզբը դերոջը վախն է լավ հասկացողություն ունին անոնք որ զանոնք կգադարեն անոր օրտնությունը հավիդյանք պիտի մնա լավ հասկացողություն ունին անոնք որ զանիգա կգադարեն այսինքն չարեն հերու կգնան որպես իմաստունը լան եւ որ իմաստունը լան կնշանակե որ չարեն հերու գեցած են աստովախին բաճարավ չարեն հերու գեցած են ուրեմն կվավերացնեն որ իրենք աստոզավակ են եւ իրենք շիդակ ղեկավարություն ունենալու իրավունք ունին այս աշխարհի վրա դերոջը պարկին համար ոչ թե իրենց պարկին համար եւ ոչ թե իրենց տրամին համար Հայրդասիեգրոր Սամոս առաջին համար Ալելույա Երանի այն մարդուն որ որոշմա գվախտնա Երանի որուն Երանի այն մարդուն որ որոշմա գվախտնա այսինքն երանի այն մարդուն որ իմաստուն է եթե որոշմա գվախտնաս իմաստուն ես կաբացուցանես որ իմաստուն ես եթե որոշմա գվախտնաս եւ շիդա կգրնասնել որոնք են հետևորդները ով է լսողը Ելից 31-րդ գլուխ 1-րդ համարները պիտի գարտամ դերը խոսեցավ Մովսեսին ասելով ով է խոսողը Աստված ինքն է խոսողը Մովսեսին Ահուտայի ցեղեն Վովրի որդին Ուրիի որդին Փեսելել անունով գանչեցի Աստված խոսի գոր Մովսեսին Փեսելել անունով գանչեցի Աստծո հոգիով իմաստությունով հանջարով ոգիդությունով ամեն գետ դարդարաբերությունով լեցուցի զանիգա Ով գարդահայդվի որ Մովսեսին այս անցին առնչությամբ Աստված կխոսի գոր Աստված կխոսի գոր գսեգոր որ ես զանիգա հոգիով իմաստությունով լեցուցի Ով է իմաստություն դվողը Աստված ինքն է ամոր գվախտնա իր մա իմաստություն ունենա Միա ոչ թե միան իմաստություն, հանջարով, գիտությունով, ամեն գերտ ճարտարապետությունով, լեցուցի զանիգա, որբեսի արվեստական կորձեր հնարելու ոսկիով արզատով ու բղինցով կորձե։
արհեստավորով մեջտեղ բերավ։ Աստված արհեստավորները մեջտեղ բերավ, ով այս արհեստավորներուն խելք եւ իմաստություն դվով որ գրնան արհեստավոր դառնալ, Հոսե։ Երկնքի Աստվածն է, որ ամեն մեկուն գրնա իմաստություն բարգել, որ ինձ կորձերը գրնան անել, որովհետև իր մեջ դրված շնորհք մնե, որ գրնա մարդ աշխատի։ Եվ ասած ուզե, որ այս ժողովրդին վրա ղեկավարությունը աստվածային ծրագրով իր մեջ վախնա եւ նախարարներուն տրված օրենքը հաստատի ժողովրդին վրա, որ խաղաղության մեջ կրնան բայել իր ժողովուրդը։ Եվ գահստենք ոս Հովսեփի։ Հովսեփին պատմությունը բոլորը գիտեք։ Հովսեփ իրեն եղբայրներեն ամենան փոքրին մեկատ մեծներ։ Երբ որ իրեն եղբայրներուն գերագուր կդաներ, որոնք իրեն եղբայրներն հորը հովությունը գնային եւ արչարները գարածեին։ Այսին երազ դեսնող ուկա։ Ինչպես լեցունեն իրենք, նախանցով լեցունեն, որ գարտացին։ Ինչ հոգի ունին Հովսեփին եղբայրները, ադելության հոգի ունին անոր անտեր։ Ադելության հոգին ինչ ունի, չարություն ունի։ Կնշանակե, որ իմաստութեն է, բաքսած են այս 11 եղբայրները, որ ուներ ինքը, եւ գուզեն զինքը սպանել եւ վերցնել եւ իր հորը ձեր մարդուն քերեզմանը տնեն իրեն որդին մերցնելով գարնեն կուպը գնեդեն բայց ասված գողորմի Հովսեփը կուպեն վեր գահանեն եւ գծախեն այնպեսի երկիրը որ հայրը դեղյակ չլար եւ ինչ կձրակրեն նայեցեք ինչ ձրակիր գա աս եղբայրներու մեջ ադելության ձրակիր գա որ պիտի կորզատրեն իրենց հորը արչարներեն ոչխարը գմորտեն կամ այզմը գմորտեն Հովսեփին պատմուջանը գարնեն արունի մեջ կթաթխեն որ at ոչխարը իրենց չի պատկանի հորը կպատկանի եւ հորը կդանին գսեն որ ու որտիք քիշադվեցավ գենթանի մգոմանե Աստված մեզի ցույց կտա ադելության լեցունությունը այս պատմության մեջ Գադեն իրենց եղբայրը իրենց նախանցին պատճառով, որ Հովսեփ երազը դեսած էր, եւ երազը իրենք ալ մեկնել չեն գիտեր, բայց խորին որ Հովսեփ իրենց մեծ գիտելա, իրենք պիտի երկրվակեն Հովսեփին, այս ադելությունը Հովսեփը մինչև Եգիպտոս խրգել։ Այս մեկը չի պավեր Հովսեփին գլխուն։ Գերտա Եգիպտոս կհասնի եւ գծախվի Ինչպես ոչխարը գծախվի, մորտվելու համար, Հովսեփն ալ գծախվի, փարավոնին բալադի մեջ կորձ մնելու համար։ Գքնեն իրեն երտան գսկսին աշխատել արդերու մեջ։ Ասված սանիգա ատտեղեն գվերցնե եւ գդանի փարավոնին դունը։ Վերջոհon փարավոնին դունի մեջնալ ուրիշ գին մգա, որ ուրիշ ծևով Հովսեփին գուզե զուգագը ցկել իրեն ցանկության պատճառով Հովսեփի սդախոսությունը անպարտավորությունը նելով Հովսեփին վրա Հովսեփ բանդը գնետվի Հովսեփին հայրը մելուրչունի իրեն եղբայրներն ալուրչուն Հովսեփեն ինչ եղավ գործվեցավ գնաց աշխարհի մեջ այսօր եթե ադելություն ունի մեկը Ես կուզեմ այդ մարդը իմ կովես վերցնել, որովհետև այդ մարդը ես խորին որ իսմե լավ մեկը բիդլա, փանդը գտնեմ եւ զինքը կսպանեմ, որպես ճշմարտուն Երևան չելը, որպես իմ աղբս մեջտեղ չելը։ Այսօրվան բադահածները ինչին գնամանին, Հովսեփին եղբայրներուն պես, որ ադեցին իրեն եղբայրը, կողեցին կուպը եւ գրգեցին, որպես իսպաննվի եւ հորդունը չերտա եւ Մերնի մեջտեղեն որպես իրենք ազատ լան ապրելու իրենց ուզածին պես։ Այսօր միևնույնը չէ։ Գտեսնենք հերացուշներուն վրան։ Ասի այսպես հրավ, ադի այսպես հրավ, ադի այդպես սխալ հրավ, ադի այդպես հրավ, այսի ասորետ
զուգավորվեցավ Մուսին հետ եղավ երեխաները այդպես էին ինչ տեսակ անմաքուր դեղեցություններ կդարվի 350 միլիոն ժողովրդին այս աշխարհի մեջ եւ ընդհանուր աշխարհին երթա այս լուրը ցավալի սրտի ցավ քրիստոնյա գարձված երգիրը բայց աղբով լեցուն Հովսեփ փանդին մեջ են ասված գահանե որովհետև փանդի մեջ երազմը կմեկնաբանե եւ ադի իրական գելլե ուրեմն Հերովտես Եգիպտոսի թագավորը երազմը կդեսնե փարավոնը եւ գուցե որ մեկը մեկնաբանե այս երազը եւ երբ որ Հովսեփ այդ երազը կմեկնաբանե թագավորին զարմանալի երազմի եւ գմեկնապանի Հովսեփը որ փանդարգյալ մներ եւ հետեւյալը գսե Քառասունմեկ գլուխ 16 օրորդ համար նայեցեք ինչպես կարտահայտվի Հովսեփ եւ Հովսեփ պատասխան տվա փարավոնին ու ասավ դեր թագավոր ոչ թե ես պիտի պատասխանեմ քո երազը այլ Աստված փարավոնին պիտի դա նպաստավոր պատասխանը Հովսեփ ինչ պատասխանեց թագավորին Աստված քեզի թագավոր Աստված քեզի լուր պիտի դա պատասխանը պիտի դա քեզի ես չեմ քեզի դվող պատասխանը ինքը պիտի դա քեզի այդ պատասխանը որովհետև այդ երազը ինքը քեզի դվա եւ ինքը պիտի բարդականությունը դե սա գիտնալ թե Աստված ինձ ծրագիր ունի քո միջոցով Եգիպտոսի երկրին համար եւ գբատմե Այնադեն գսեկեդեն 7 երինչներ էլան բարար մարմնով ու կեղեցիկ տեսքով եւ մարկակետնի վրա գարածվեին անգետ կը 7 երինչներ ալ նիհար ու խիս զարիր տեսքով բդիտ մարմնով որոնց բիդի զարիր փնավ դեսած չէ Եգիպտոսի փոլորյակի մեջ եւ նիհար ու զարիր երինչները գերան այն 7 բարար երինչները Հովսեփ կմեկնաբանի այս երազը փարավոնին Եվ գսի Աստված կմեկնաբանի այսը 7 դարվա բարարդություն բիդլա Եգիպտոսի երկրի մեջ այսինքն 7 դարի ծորենը հասկը շատ ավելի բիդլա ով թագավոր բայց 7 դարի վերջը սովը բիդի կայրվի անօթություն բիդլա երկրի մեջ Հովսեփ կմեկնաբանի փարավոնը կհարցնի ինչպես կարելի այս մեկը լուծել եւ Հովսեփ կարտահայտվի դերոճմով եւ գսե 7 դարվա արկասափերության ադեն մենք պետք է այս բոլոր հնցանը բահենք որովհետեւ հաջորդ 7 դարվա մեջ Եգիպտոս ուդելի կունենա իրենց բոլոր երկրների երկրները կրնա դարածել եւ այս մեկը Եգիպտոսը ողջ պիտի բահե 37-րդ համարին հասա 41-րդ գլուխ այս բանը փարավոնին աչքին ու անոր բոլոր ծառան աչքին աղեք երևցավ եւ փարավոնը սավ իր ծառաներուն գրնակ գտնել այսպես մեկը որ իր ներսիտին Աստծո հոգին ունի Հովսեփին չխոսեցավ ասելով որ ժողովրդին գրնակ գտնալ մեկը որպես այս տեսակ խելացի մարդ մգա կամ հասկացող մեկը գա բայց ասավ հետեւյալը գրնակ ունի գտնալ մեկը որ ունի գիտեք մեկը որ այս տեսակ հոգին ու Աստծո հոգին ունի իրեն սրտին մեջ քանի որ Հովսեփ մի անդուզես ներկայացնել այն Աստվածը որ ինքը գճանչնա
Այսօր դու այս աշխարհի վրա ով կներկայացնես իբր հավատացյալ։ Ասի արցում։ Կրնաս խոսիլ Աստծո մասին շրջիններուդ, կրնաս վկայել Քրիստոսի մասին ճորսիններուդ, հերացանին գրբարա կրնաս խոսիլ, որ տուն պրգված ես, եւ Աստված այսօր քեզի կյանք մշնորած է, որ կրնաս ապրիլ կներկայացնե, կրնաս ներկայացնել այն Աստված այս աշխարհի վրա, Հովսեփ ներկայացուց Փարավոն տակավորին, դու այսօր կրնաս ներկայացնել ճորսից, որ մարդիկ կրնան պրգվել, այս է հարցում այսօր ավակամի։ Աստված քեզի իմաստությունով բիլեցնե, քանի որ դու ճարը չես սիրեր։ Ուրեմն գուզե որ դու խոսիս իրեն մասին, անի չուզեր որ քո մասիդ խոսիս։ Աստված չուզեր որ ասես որ ես ասի գաունի, մեսարի գաունի, մեսասանգեմ, ես անանգեմ, այդիկա քեզի բայ է։ Անոնք ամեն ունեցածներ լալիր մեկ ու կա։ Բայց Աստված գուզե որ լսե փերնետ, որ դու Աստծո հոգին ունիս։ Եվ Փարավոնը Հովսեփին, որովհետև Աստված այս ամենը քեզի ցուցուց, հիմա Փարավոնը դարձավ եւ գխոսի Աստծո մասին։ Աստված քեզի այսպես ցուցուց Հովսեփ, եթե Աստված քեզի այսպես ցուցուց, ուրեմն նայեմ ես ինչ կրնամ անել քեզի։ Այս ամեն գիտությունը գիծուց քեզի բես հանջարեղ ու իմաստուն չի գա։ Իմաստուն մասին խոսենք, չէ՞։ Քեզի բես իմաստուն եւ հանջարեղ մեկը չի գա Հովսեփ։ Տունիմ դանս վրա գեցիր եւ իմ բոլոր ժողովուրդը սկոպերանը տայի։ Հիսուսը սավ աշխարհի վրա որ ինձ գավադա թե մերնի բիդաբրի եւ որ ինձ գավադա բիդիվգայ մասիս ես երտնային տակավորտյա մեջ բիդանեմ զանիգա երկրորդ կալոստես վերջի բիդի կամ զանոնք բիդարնեմ եւ դանիմ մեկս բիդնիստեսնեմ երկնքի տակավորտյա մեջ Եգիպտոսի տակավոր իրենաթոր գոդա Հովսեփին որբեսի նստի եւ ղեկավարը երկիրը Աստված երկնային տակավորտյա մեջ կսե ես իմ աթորես իմ կովս պիտի նստիս եւ որ երկնքի տակավորտյա մեջ մտնես Բատկերացում այս Դու իմ նամս վրա գեցիր եւ իմ բոլոր ժողովուրդը սկուպերանը տնայի Դու իմ երկնային տակավորտյա մեջ պիտի կասես իմ կովս պիտի նստիս միլիոնավոր մարդոց մեջ անոնք որոնք ինձ հավատացին պիտի կան եւ կովս նստին Ես միան աթորով քեզ մեծ լամ Եվ Փարավոնը Հովսեփին ահա քեզ Եգիպտոսի բոլոր երկի վրա գեցուցի Եվ Փարավոն իր ցերկեն մադանին հանեց Հովսեփին մադը տրավ եւ անոր տես հանդեսներ հարցուց ու անոր բարանոցին ոսկի մանյակ անցուց Փարավոն տակավորը Հովսեփին ոսկի մանյակ անցուց Երկնային տակավորտյա մեջ քեզի անցնելու մեջ քեզի ոսկի թակը բիրա գլխուդ Այսօր դու պատրաստ ես երկնային տակավորտյա մեջ անցնելու Այսօր դու պատրաստ ես Հիսուս Քրիստոսի ցերկեն թակարնելու եւ գլխոտ վրա որ բիտնե պատրաստ ես արի գանտունելու Դու պատրաստ ես երկնային իմաստություն ունենալով անոր տակավորտյա մասին պատմելու այս աշխարհի վրա Այն իմաստությունը որ Աստված տվավ քեզի գրնաս կործածել իր парքին համար Այս այսօրվա ծրագիրը պատկամի Ով երկրի ղեկավարներ ով երկրի ժողովուրդներ ով ծառաներ ով բարձանտամներ ժողովուրդներ Աստված այսօր քեզ հրավեր ունի Կուզես իմաստություն ստանալ Պետք է չարեներու գնաս եւ այնադեն աստերոջ իմաստուն հետդ պիտի Եվ այնադեն պիտի գրնաս Քրիստոսը ընդունել ներկայացնել զինք այս աշխարհի վրա որ երկնային տակավորության մեջ
իր գոմենը ստանաս այն թակը, որը բիքեզի բիդսե աբրի սուպարի եւ հավադարին զարա։ Քիչ բանի մեջ հավադարին եղար եւ որ մդիր քո աստծո թակավորության մեջ ու կովասնստիր։ Վերորդնեցես եւ բահեցես։ Ձեզ մեկը խնդրեմ անոնք, որոնք դագավին այս Քրիստոս ընդունած չեն իրենց անձնական բրգիչը, ընդունեցեք աղոթքովը, խնդրեցեք զինքը ձեր սրդորու մեջ, ապաշխարեցեք եւ աղոթեցեք ձեր մեղքերուն տողության համար այն խաչին վրա կապած արյան զորությունով, որբեսի ժառանգորդ դառնագիր խոսքին համացան եւ նայն թակավորության ու ստանաք այն թակը, որ ինքը ձեզի համար, մեզի համար պատրաստած է։ Այժմ ցդեսություն ինչեւ հաջորդ հանդիպում։